Բարև ձեզ, եթերում չեմպիոնի հետն է։ Վերջին տարիներին հայկական բռնցքամարտը լուրջ առաջընթաց է գրանցել։ Միայն վերջին 5 տարում հայ բռնցքամարտիկներն աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում նվաճել են 219 մեդալ, որոնցից 43-ը ոսկե։ Ասել է, թե աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում մենք ունեցել ենք 43 չեմպիոն։ Այդ չեմպիոններից մեկը զրուցակից է Դավիթ Սիմոնյանը։ Ողջույն Դավիթ, դու Եվրոպայի չեմպիոն դարձար Հայաստանում։ Խնդրեմ հիշողություններիդ մասին պատմես, այդ չեմպիոնությունը քո առաջին ոսկե մեդալն էր, քո առաջին ոսկե նվաճումն էր քո մարզական կարիերայում։ Ինչ ես հիշում Եվրոպայի չեմպիոնությունից, Եվրոպայի Երևանյան առաջնությունից։ Եվրոպայի չեմպիոնական հուշերը շատ լավ տպավորված են ներսումս։ Ամեն անգամ թե Եվրոպայի առաջնությանը, թե ամեն մրցումին միշտ հիշողությունների մեջ գալիս է էլի այդ ապրումները, այդ ամեն ինչը, երբ որ չեմպիոն ես դառնում, սովորական տուրնիրներին, միջազգային մրցումներին կամ, չգիտեմ, ուրիշ մրցումների, բայց Եվրոպայի չեմպիոնությունը ու այն, որ Հայաստանում է, քո պատերի ներսում է, այդ արդեն լրիվ ուրիշ զգացողություն է։ Ինչ փոխեց այդ Եվրոպայի առաջնությունը քո մեջ։ Շատ բան, շատ բան։ Կարծում եմ, հենց այդ Եվրոպայի առաջնությունից հետո իմ մոտ սկսեց բոքսը ավելի զարգանալ ու ընդլայնվել։ Մարդկանց վերաբերմունքը չխանգարեց։ Մարդկանց վերաբերմունքը միշտ լավ ա եղել, իսկ լավ վերաբերմունքը չի կարող խանգարի։ Նկատի ունեմ խանգարել մարզումների ընթացքում, մարզումներից կտրվելու պատճառով։ Չէ, իհարկե չէ։ Միշտ էլ ոգևորում է մարդկանց աջակցությունը կողքից։ Օրինակ, երբ որ դուրս ես գալիս, միշտ ծանոթները շրջապատը, ով որ ճանաչում է, մոտիկանում է, ամեն անգամ տենալուց, երբ ես մրցման, երբ ես պարապմունքներդ ոնց է, երբ ես գնում, ինչ ես անում, այդ ամեն ինչը սենց մեջդ ոգի է առաջացնում, որ քո այդ պարապմունքներով, քո մրցումներով, քո հաղթանակներով կարող ես ինչ-որ չափով մարդկանց մեջ ուրախություն բերես ու ուրախացնես իրանց։ Այդ ամեն ինչը սենց դրական էմոցիաներ է էլի տալիս քեզ։ Դավիթ, թեև հաջորդ Եվրոպայի առաջնությունում դու ֆավորիտ էիր, բայց չկարողացար չեմպիոն դառնալ, դարձար արծաթե մեդալակիր։ Հոգեբանորեն ճնշող չէր ոսկին փոխել արծաթով։ Միշտ էլ ցանկալի չի ոսկին արծաթով փոխել, բայց կարծում եմ այդ սխալը կուղենք ժամանակի ընթացքում ամեն ինչ էլ կուղվի։ Ինչ տվեց քեզ այդ պարտությունը Եվրոպայի առաջնության եզրափակիչում։ Եթե բռնցքամարտիկը կամ ընդհանուր սպորտսմենը խելացի է, պարտությունը իրեն ավելի շատ բան տալիս, քան հաղթանակը։ Որտեղ պարտությունից ավելի շատ բան ես կարող քաղես, նորից նայում ես ամեն ինչ, սենց բացատրեմ, երբ որ դու չեմպիոն ես դառնում, արդեն քո մենամարտերը, քո մնացած այդ հաղթանակները նայում ես որպես ուրախությամբ։ Իսկ երբ որ պարտվում ես, թե ֆինալիստ ես դառնում, թե բրոնզե մեդալ, այդ ժամանակ արդեն սկսում ես նայել ոչ թե էլի ուրախ ես նայում, բայց նայում ես այնց, որ գտնես քո սխալները, սկսես աշխատել ավելի շատ ամեն ինչի վրա, որ հաջորդ անգամ նայելուց արդեն չեմպիոնի աչքերով նայես։ Լավ, այդ դեպքում ասա որն էր սխալը։ Սխալը կարծում եմ պետք է ամենասկզբից պայքարեի, մրցակիցս 2024 թվականի Խորվաթիայի Եվրոպարաշտության ֆինալում մրցակիցս Անգլիան ներկայացնող մարզիկներ, փորձառու, շատ փորձառու, գրագետ մարզիկ էր։ Կարծում եմ ես հենց առաջին ռաունդից էլ պետքա սկսեի հարվածային ոճով մարտնչել ու կարծում եմ տեխնիկապես չէր ստացվի։ Կարծում սխալը հենց այդ էր էլի, որ պետքա հենց առաջին ռաունդից էլ ճնշողական հարվածային մենամարտ վարել։ Կարելի ասել, որ դա է քո կարիերայի ամենացավոտ հարվածը։ Չէ, կարծում եմ չէ։ Եվ որն է։ Իմ կարծիքով ցավոտ հարվածներից մեկը այս վերջի Եվրոպայի առաջնությունն էր 2026 թվականի մինչև 23 տարեկանների, բայց դե չենք կոտրվում, որտեվ սպորտը ամեն ինչ լինում է, սպորտսմենը պետք է ամեն ինչ պատրաստ լինի, դրա համար սպորտսմենի հոգեբանությունը միշտ ուժեղ է։ Դավիթ, գիտեմ շատ հետաքրքրություններ ունես, հրաձգություն, լող, ինչպես եղավ, որ որպես մասնագիտություն ամեն դեպքում ընտրեցիր բռնցքամարտը։ Դե որ միաժամանակ լող էի գնում ու բռնցքամարտով է զբաղվում, այդ հարվածայինը, այդ փոքր ժամանակ որ շատ չար եմ եղել, անդադ կռիվներ եմ արել, անդադ չգիտեմ, սենց չարաճճություններ, դրա համար երևի բոքսը ավելի շատ էլի սեր առաջացրեց իր մեջ։ Իսկ այժմ զբաղվում ես լողով կամ հրաձգությամբ։ Հրաձգությամբ սուտ կլինի, որ ասեմ զբաղվում եմ, լողով հիմնականում զբաղվում եմ, որովհետև լողը այն մարզաձևերից է, որ ամբողջ մկանային համակարգը աշխատում է, ինչը որ նաև նպաստում է բռնցքամարտին։ Շատ ֆիզիկապես եւ դժվար սպորտաձև է եւ առողջ է պահում ընդհանուր մարմինը։ Դավիթ, բռնցքամարտը շատ լուրջ մարզաձև է։
ամենակարևորներից մեկը բռնցքամարտում, որ հարված ստանալուց հետո պետք է չկորցնես մտածելու ունակություն ու մտածել, թե ինչպես շարունակել մարտը։ Ինչ կասես այս առումով, դժվար չէ այսքան հարվածներից հետո ռինգում շարունակել մտածել։ Դե իհարկե դժվար է։ Միաժամանակ համ հարված ես ստանում, համ մտածում ես, համ գործում ես, համ կողմնորոշվում ես, շատ դժվար է, բայց արդեն երբ որ մրցումների շատ ես մասնակցում, շատ ես մենամարտեր անցկացնում, սկսում ես փորձառություն ձեռք բերել, այդ փորձառության հաշվին ամեն ինչ ստացվում է քո մոտ։ Հարցս մի քիչ փիլիսոփայական է։ Եթե կյանքը 1 ռաունդ լիներ, հիմա որ րոպեում ես։ Կարծում եմ երկրորդ րոպեում։ Բռնցքամարտը նաև հոգեբանություն է։ Երբ մրցակիցդ կանգնում է դիմացդ, ինչ ես փորձում առաջին հերթին հասկանալ նրա հայացքում։ Հայացքների փոխանակությունը միշտ տենում ենք, որ հիմնական պրոֆեսիոնալ բռնցքամարտից առաջ է լինում։ Հայացքի մեջ շատ բան է, երբ որ նայում ես աչքերի մեջ, արդեն ամեն ինչ քեզ ասում է։ Ամեն մարտիկ տարբեր ձև է տրամադրվում։ Երբ որ նայում ես աչքերի, փորձում ես չնայել կամ աչքերը թեքում է, հասկանում ես, որ իր մեջ լարվածությունը մեծ է։ Նու էդ էլ արդեն էլի դա փորձից է գալիս, միշտ մենամարտի ժամանակ էլ թեկուզ աշխատում ես նայես աչքերի մեջ, որովհետև աչքերից կարող ես կարդաս ամբողջ իր բռնցքամարտը։ Դավիթ, արդեն նշեցի, որ հայկական բռնցքամարտը լուրջ հաջողություն է արձանագրում։ Նախորդ մրցաշրջանն էլ ռեկորդային էր 78 մեդալ։ Ինչ ես կարծում, ինչ նոր էջ է գրում այս նոր սերունդը։ Նոր սերունդի մասին կասեմ, ես էլ եմ համարվում նոր սերունդի մեջ։ Սենց ասեմ, մեր սերունդը կարծում եմ շատ ուժեղ է, որովհետև տեսնում ենք այս վերջին մրցումներին, մեր նոր մեծահասակներ մտած տղաներից լիքը մեդալներ են բերում, հենց այս վերջին մրցաշարերից, օրինակ Անդրանիկը Մարտիրոսյան մեծահասակների մեջ իր առաջի միջազգային մրցաշարում Բելգրադի 63 վիններում չեմպիոն դարձավ։ Ու կարծում եմ, որ մեծ արդյունք է առաջի մեծահասակների մրցման համար։ Դու ինքդ էլ արդեն ուժերդ փորձում ես մեծահասակների մրցաշարերում։ Տարբերվում է շատ մեծահասակների բռնցքամարտը երիտասարդների ռինգից։ Սենց ասեմ, կա մինչև երիտասարդների բռնցքամարտ ու կա արդեն մեծահասակների, ոչ թե մինչև մեծահասակների, այլ մեծահասակների, սենց ոնց որ բաժանված լինի, էլի, մինչև երիտասարդները լրիվ ուրիշ է, մինչև արդեն մեծահասակներից հետո արդեն բոքսը կարելի ասել այդտեղ է սկսվում։ Այս եւ մինչև երիտասարդները կարելի ասել փորձաշրջաններ է, նախապատրաստվում ես դեպի մեծահասակներին։ Այս փոքր մրցաշարերը դե ամեն տարեքայնում դու հասկանում ես, որ դա քո sense ամենաբարձր ցուցանիշը, բայց երբ որ արդեն մտնում ես մեծահասակներ, նայում ես հետ, տենում ես, որ այդ մալադիոժ, յունոշ կամ պատրուսկա, դրանք ընդհանրապես փորձաշրջաններ էին, որ քեզ տանում էին դեպի մեծահասակներ։ Ու այդ տարեքայիններում ինչքան լավ է լինում արդյունքները, ինչքան փորձը այդ տարիքում մեծանում է, արդեն քո համար մի հատ մեծ պլյուս է դեպի մեծահասակներ քայլանելու համար։ Դու ինքդ էլ վերջերս ուժերդ փորձում էիր միջազգային մրցաշարում, Կաունասի մրցաշարում, դարձար չեմպիոն, նաև ճանաչվեցիր լավագույն մարզիկ մրցաշարի։ Ինչպիսի մենամարտեր անցկացրեցիր ու եզրափակիչում ում հաղթեցիր։ Մենամարտերը դժվար են եղել։ Առաջին մենամարտը ժամանակից շուտ ավարտվեց։ Նոկդաուն ստացավ մրցակիցս, մրցավարը ստոպ տվեց մենամարտը, հաղթանակը շնորհվեց ինձ։ Երկրորդ մենամարտս 3 ռաունդ լավ ուժեղ տղա էր դիմացինս, իրար հետ պայքարեցինք, նորից ես հաղթեցի, իսկ վերջի մենամարտը արդեն շատ ավելի բարձր ու մակարդակով բռնցքամարտիկ էր, փորձված տղա էր կարծում եմ, որովհետև շատ հետաքրքիր դիտարժան մենամարտ ստացվեց։ Հիմնականում այդ մենամարտի ժամանակ հարվածային էր իմ մարտավոճը, շատ ծանր մենամարտեր էր ընդհանուր էլի։ Դավիթ, սովորաբար բռնցքամարտում արդեն 80 կիլոգրամից ավել համարվում է ծանր քաշային կարգ, դու էլ հանդես ես գալիս 90 կիլոգրամ քաշային կարգում։ Այստեղ ոչ միայն ծանր է մենամարտ, այլ նաև հարվածները։ Վախ կա ռինգ մտնելիս առ։ Դե գիտեք ոնց է, մեկը մտնելու ես ռինգ, վախենաս չվախենաս։ Այդ վախը ռինգի մեջ կորում է, սենց ասեմ, այն ամենա միջին մակարդակի բռնցքամարտիկն էլ ծանր քաշայինում ծանր է հարվածում։ Այդ իր քաշի, այդ ամեն ինչի համեմատ ինքը ծանր է հարվածում։ Դրա համար ոչ մեկից էլ պետք չի վախենալ, որովհետև արդեն գիտակցում ես, որ քո քաշումը նենց է, որ ամեն հարված էլ կարա որոշիչ լինի։ Դրա համար պետք է ավելի խելացի, հավաքված ու ուշադիր մենամարտ անցկացնել։
Կա մարդ, որը կարող է իր խոսքով փոխել քո մենամարտը կամ քո հաջորդ ընթացքը ռինգում։ Հա, այդպես մարդ կա, մի հոգի է, այդ էլ իմ մարզիչն է։ Ինքն է միշտ իր խոսքերը, ինքը շատ ուժեղ է հոգեբանությամբ ու կարող է մարզիկի հոգեբանությունը կարդա։ Իր խորհուրդները շատ է օգնում։ Չգիտեմ, երևի միակ մարդն է, որ իր ասածները սենց մեջդ համ տպավորվում է, համ ամեն ինչ քո մեջ կարա փոխի։ Եվ վերջին հարցը, Դավիթ, ո՞րն է քո ամենամեծ մենամարտը, որը դեռ առջևում է։ Մեծ մենամարտեր ժամանակից առաջ չանցնեմ, բայց կցանկանայի ինձ տեսնել օլիմպիական խաղերում, մինչև օլիմպիական խաղերը աշխարհի առաջնություններում կպայքարենք դրա համար, թող Աստծո կամքով լինի սա։ Դե ինչ, այսպիսին են չեմպիոնները, միշտ երազող, պայքարող ու նաև հաղթելու անհագ ցանկությամբ։ Եթերում չեմպիոնի հետն էր, իսկ մեր չեմպիոնը Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Դավիթ Սիմոնյանն էր։